Անվանում ես նույնիսկ այդ բարերը չեմ ուզում կրկնեմ 6 միլիոնից ավել մարդկանց իրավունքի վրա այսօր բռնանում են այո հենց 6 միլիոն մարդկանց և դա վստահաբար ավելի շատ են այդ մարդիկ ոչ թե 6 միլիոն բոլորս էլ շատ լավ հասկանում ենք խնդիրը ինչումն է հնարավոր ու անհնարին միջոցներով ուզում են հասնեն մի իրավիճակի, երբ որ կկարողանա նույն Ալիև ու Էրդողանի ցանկությունները և հրահանգները կատարեն։ Բոլոր իրավական, բոլոր հնարին և անհնարին իրավական միջոցները մենք օգտագործելու ենք։ Ժողովուրդ ջան, ուշադրություն, Կիրակի օրը հրապարակվելու են ուղիղ օնլայն ռեժիմով Ոնց որ աշխատող է պինը, դուր ջեմա Կիրակի օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնական տվյալներն է հրապարակելու ըստ էության Հա, մի անգամից ասեմ, ոչ մեկին չի հաջողվի մտներովը չանցնի մեր գլխի տակ փափուկ բարձ կնել։ Սատանի մայլ ենք հանդրբազություն մի արեք, ձեզանից ավելի լավ ենք ամեն ինչ հասկանում։ Ժորժան, Կիրակի օրը ձայների հրապարակման ժամին բոլորս միամուր հավաքվում ենք և Տեր ենք կանգնում մեր իրավունքին, Տեր ենք կանգնում Հայաստանի Հանրապետությանը, Տեր ենք կանգնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրաց ձայնը բարձրացրել են և տվել են այս ընտրությունների ժամանակ և բնավ կապ չունի ում են ձայնը տվել, յուրաքանչյուր քվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեզ համար ամենակարևորագույն նշանակություն ունի։ Սիրելի հայրենակիցներ, վաղը չեմիսօրը Կիրակի հունիսի 14-ին ժամի պարագայում ժամը մենք կտեղեկացնենք բոլոր հարթակներում վաղը չեմիսօրը բոլորին, բոլոր քաղաքական ուժերին իրական ընդդիմադիրներին հրավիրում ենք այստեղ տեղի է ունենալու նիստը կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որտեղ վերջնական արդյունքներն են հրապարակելու։ Խնդրում ենք բոլոր մեր քաղաքացիներին, տարբեր ուժերի ներկայացուցիչներին, բոլոր մեծ ձայն տված քաղաքացիներին, աջակիցներին ժամը տեղեկացնելու ենք այսօր եւ վաղը, բոլորս Կիրակի օրը հավաքվում ենք այստեղ եւ թող բոլորը փորձեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները կամ իրենց ուղղորդողները, իրենց հրահանգողները փորձեն մեր լեգիտիմ քվեն գողանան, չի մարսվելու ոչ մեկին։ 3 օր է ինչ ներողություն մուխլյոժ ասես անում են չի ստացվում, սա էլ չի ստացվելու։ Կիրակի օրը մեր ճնշման արդյունքում վստահեցնում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ենթարկվելու ոչ մի ճնշումների։ Բոլորիդ խնդրում ենք Կիրակի օրը այստեղ լինել, ժամի համար կտեղեկացնենք ձեզ։ Շնորհակալություն։ Քաղաքականները հայտարարեցին այսքանով այստեղի ակցիանավարտում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի, սակայն այսքանով իրենց բողոքի գործողությունները չեն ավարտում և օգտագործում են
չեն գալիս, նավստանը չեն գալիս, ասում է ամսի այսինքը չորդի է, որը Կադրի տալիս։ Այդեք այնի որ տենաս Հարգելի հետևորդներ, այսքանով ավարտվեց այսօրվա ակցիան կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, որտեղ հավաքվել էին քաղաքացիները եւ իրենց բողոքի ձայն են բարձրացնում գիշերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման դեմ, ըստ որի երկու տեղամասերում ընտրությունների ամբողջ արդյունքները չեղարկվել էին եւ որոշվեց, որ հունիսի 14-ին Կիրակի օրը նույնպես կհավաքվեն այստեղ, որպեսզի տեր կանգնեն իրենց ձայներին։ Շնորհակալություն։ Ոչ թե հայ ազգը, դեր չի կանգնում, այլ քաղաք